դատական process-ը։ Դուք ինչ ակնկալիքներ ունեք։ Դատական նիստերի չենք մասնակցում, մենք մասնակցում ենք քաղաքական հետապնդումների, ականատես ենք լինում այս քաղաքական հետապնդումներին, որպես վկա ենք հանդես գալիս տեղ, թույլ տվեք ասեմ, որ անկարողության եւ նաեւ որևէ հնարավորություն չունենալով այս ամեն ինչին խոչընդոտել, ուղղակի գալիս այսպես տեսնում ենք, թե ինչքան հեռուն կարող է գնալ նիկոլական ապարատը հայ ժողովրդին հաղթանակներ պարգևած անձանց նկատմամբ, որքան է Նիկոլ Փաշինյանը ատում ցանկացած պետականության հետ կապ ունեցող Հայաստանի պետական գործչի, այս դեպքում նախագահ Սերժ Սարգսյանին, որքան ինքը տանել չի կարողանում պետականությունը ու դրա համար իր ասած վնգստացող դատավորներով ստեղծել է մի համակարգ, Նիկոլա Ստրուկ համակարգ, որը իրեն ծառայում է այն աստիճանի անբարոյականության հասնող հրահանգներ կատարելով, որ պահին, որ այդ SMS-ի մեջ կլինի այդ անբարոյականության հստակ հրահանգը տրված։ Իրենք շատ պարզ մեզ բանաձև են առաջարկում, դրանից անդադար ցնցումների մեջ են ընկնում, որ ասում ես, ըստ էության ճշմարտությունը հենց դրա մեջ է, դրա համար տանել չեն կարողանում։ Իրենք հայ ժողովրդին առաջարկում են հետևյալ բանաձևը։ Այն ընթացքում, որ իրենք Էրդողանի եւ Ալիևի մոտ կզած ծախում են հայկական պետությունը ու ինքնությունը, հայ ժողովուրդը այդ ընթացքում պետք է գոհ ու շնորհակալ լինի, որ նիկոլական բանդան օրինակ իրեն միայն հայհոյում, թիրախավորում է, որտեղ դրա փոխարեն կարող են նախընտրել ծեծի ենթարկել ու խոշտանգել։ Այն Հայաստանի քաղաքացիներ, ովքեր ծեծի են ենթարկվում ու խոշտանգվում են, շնորհակալ լինեն, որտեղ նիկոլական բանդան կարող է ցանկանալ քաղաքական հալածանք կազմակերպել, ինչպես այս քաղաքական հալածանքն է կամ ինչպես օրինակ Սրբազանի վրա ահաբեկչություն կարելն է։ Եթե ահաբեկչություն են կարելում, էլի գոհ եղեք, որտեղ վերջո նիկոլական բանդան կարող է հրաման ունենալ ձեզ սպանելու։ Այս են բանաձևն է, որով իրենք մեզ ասում են համակերպեք, սա է ձեր գոյությունը, մենք մեր աթոռներից չենք գնալու։ Պիտի Մկրտչյան, երբ այս ձեր խոսքերը ասացիք ազգային ժողովի անդամից, ձեր միկրոֆոնը անջատեցին եւ տեղի ունեցան այսպես թեժ մարտեր, ձեզ հակադարձում էր ոնց ձայնից հասկացանք Հրաչյա Հակոբյանը, ինչ էր մասնավորապես ասում, բացի Ռուբեն Ռուբինյանից, նաև Դալիքի ներսից էր ոնց որ Հրաչյա Հակոբյանի ձայնը, ինչ էին ձեզ հակադարձում, հա, ձեր նիկոլական բանդայի այդ տեքստին։ Բայց ձեզ թվում է ինձ հետաքրքիր է, թե անդեմ, անկարծիկ ինչ-որ մեկը, որ իր ընտանեկան կարգավիճակով պայմանավորված եկել վերահանգել այդտեղ, թե ինչ է ասում, ակնհայտ է, չէ՞, որ իրանց այդ ջղաձուկները նրա մասին է, որ արդեն իրանց բանդա լինելու հանգամանքը պարզ է Հայաստանի քաղաքացիներին։ Անկախ նրանից ես դա կասեմ, դա չեմ ասի, բայց Գյումրու հրապարակում եթե բանդա չի, այդ ինչ էին անում այդ քաղաքացիներին։ Անչափահասին ինչպես են մեղադրանք առաջադրել զանգվածային անկարգությունների համար։ Նիկոլը ասում էր իմ հոգին փառավորվում է, երբ որ դուք ոստիկան եք ստատկացնում, երբ որ չգիտեմ մահակներ վերցրեք, փայտեր վերցրեք, ձեր ամեն խլած բանի ոստիկանից խլած այդ իրավապահ համակարգի գործիքի համար իմ սիրտը փառավորվում է, այդ ամեն ինչ իրենք համարում են, որ զանգվածային անկարգություն չի եւ իրենց դհոլչի դատախազը գնաց մինչեւ վճռաբեկ ապացուցելու, որ դա զանգվածային անկարգություն չի։ Իսկ այն անչափահասը, որ հայտնվել է Գյումրու հրապարակում, այնքը 2 օր առաջ զանգվածային անկարգություն արեց, չի տակում իրանք ինչ են ասում։ Ինչ վերաբերվում է այդ մյուս ձեր նշածին, այդ ազգային ժողովի նախագահությունը վերընկածին, բա Թուրքիայում ինչ պիտի սովորել։ Այսինքն մարդ այս լեն ու բոլ աշխարհում կրթական հնարավորությունների մեջ թե մեր երկրում, թե մեր երկրից դուրս գնացել ընտրել է Թուրքիան։ Դուք մտածում եք, ինչ է սովորել։ Եկեք ենթադրենք ինչ է սովորել օրինակ։ Հակահայկականություն է սովորել, այո։ Կարող եմ ավելի հեռուն գնալ ենթադրել, որ ոչ թե սովորել է, ինչ որ դասընթացների է գնացել այս պետության հերը անիծելու համար։ Կարծում եմ, այո։ Սարգսյանը խոշորացուցի տակ չարավ բոլոր նրանց, ովքեր Թուրքիայում իր իշխանության ժամանակ գնում էին սովորելու։ Այսինքն ինչ պետք է աներ, իր կրթության իրավունքին խոչընդոտեր Սերժ Սարգսյանը, Ռուբեն Ռուբինյանն ասել, գիտես ինչ, Թուրքիայում հայը սովորելու ոչինչ չունի, որտեղ այնտեղ Ուրեմն ինչ վերաբերում է, եթե 2018 թվականին դուք նկատի ունեք այդ ընթացքի մասին ես շատ եմ խոսել, այն ճշմարտությունը, որ ասվում էր, լսելի չէր մեր հասարակությանը, իսկ այն հիմքերը մենք քաղաքական հետապնդումների որևէ մեկին չենք ենթարկել եւ Սերժ Սարգսյանը Ռուբեն Ռուբինյանին քաղաքական հետապնդումների չէր ենթարկել, օրինակ խոսքի համար բանտարկեր, փռեր ասֆալտին, ինչպես իրենք են անում հիմա տասնյակ քաղաքական բանտարկյալների հետ։ Հետևաբար այդ օրինակը մեր վրա կիրառելի չի եւ Սերժ Սարգսյանի ժողովրդավարական սկզբունքներով երկրի կառավարումը հնարավորություն է տվել յուրաքանչյուրին արտահայտելու իր միտքը եւ պլանավորելու իր վարքագիծը, թե իրենց խղճին մնա, թե իրենք օգտագործելով այս կամ այն ՀԿ-ն,
քողարկված գործունեությունը արդեն ինչքանով են մեր երկրին ու մեր պետությանը վնասել։ Կիրակի օրը նախատեսվում է պատարագ Հովնանավանքում, որտեղ կարգալույց եղած քահանան պետք է այդ պատարագը մատուցի։ Նիկոլ Փաշինյանը մասնակցելու է դրա վերաբերյալ հայտարարեց նախատեսության իր էջում։ Տիկին Մկրտչյան, այս վտանգավոր իրավիճակը ինչ զարգացումներ կարող է ունենալ։ Սա այն նույն դրամաբանությունն է, ինչպես օրինակ 2018-ին ասում էին, որ ամենամեծ խնդիրը մեր երկրում մեր բանակում է, որ ելակ չեն ուտում, հետո պարզվեց, որ այդ ելակ չուտելը ընդհանրապես ոչ մի կապ չունի, դա քողարկված այն իրականությունն էր, որի հետևում պիտի թաքնված լիներ 5000 հայորդու կյանքը։ Հայ առաքելական եկեղեցին հիմա ունի բարեփոխումների կարիք չէ, խնդիրը ընդհանրապես այդ չի, հայ առաքելական եկեղեցին չունենալու մասին է խոսքը։ Նիկոլ Փաշինյանը մի հատ սեկտանտի նման պատրաստ է ամեն ինչին տուրք տա եւ ամեն ինչ կազմակերպի նաեւ միայն նրա համար, որ հայկական ինքնության հենասյուները ուղղակի փլուզի։ Եթե մի 4-5 տարի առաջ ես ասին խոսքերը ասելու համար պիտի ինչ-որ անուղղակի օրինակներ բերե, հիմա շատ ուղղակի են այդ օրինակները։ Հայոց ցեղասպանության ուրացում, Մեսրոպ Մաշտոցին պետք է QR-ով բացենք նայենք, ընդ որում դրան զուգահեռ նաեւ դպրոցում չի կարելի լինելու, այո, էլեկտրոնային գադջետներ, որոնք հնարավորություն են տալու այդ QR-ը բացել։ Այսինքն Մեսրոպ Մաշտոցն էլ չկա Հայոց Արարատը, այո, շնորհակալ եմ։ Պետք է արդեն բանով, այն ծառերը, որ տնգում էր Կիրանցուն, որ Ադրբեջանցուն չտեսնեին, հիմա կտնգեն, որ Արարատը չտենան, չգիտեմ այդ ինչ բարձրության ծառ պետք է լինի, բայց երևի թուրքերը այդ հարցն կկարգավորի։ Հայաստանի պատմություն, այսինքն հայոց ինքնության գոյության ընդհանրապես խեղում եւ խեղաթյուրում, մի լսեք, մի իմացեք, մի կարդացեք, եւ ինչ ամենում հայ առաքելական եկեղեցին։ Էջմիածնում, այսինքն դիվանատուն գնալ, ԱԱԾ-ի այդ ես իմ ինչ հանդերձանքով Սրբազանին բերման ենթա, ինչի որ ծանոթագիր տայն չէր գնալու, չէ իրաց ծանոթագիրը պետք չի, իրաց ցուցադրական պատժիչ տեսարաններ են պետք Հայաստանի բոլոր քաղաքացիների նկատմամբ, անկախ իրենց ունեցած կարգավիճակից եւ հասարակությունում ունեցած դիրքից, իրենց ստորացնել եւ նվաստացնել է պետք հայ ժողովրդին։ Իրենք դրանով են զբաղված։ Ազգային ժողովում են այդ նույն բանը անում, Երևանի փողոցներում են անում, մարզերում են այդ նույն բանը անում, Էջմիածնում են անում, Հովանավանքում են դրա համար կազմակերպելու այդ իրանց ծաղրանքը ցավոք սրտի, բայց եկեղեցի ներսում են կարողանալու դա ստանալ վստահ եմ։ Ճանապարհներ եք տեսնում։ Նիկոլին վռնդելու, միայն Նիկոլին վռնդելու։ Նույնիսկ ես թույլ տվեք ավելի անկեղծանամ ու ասեմ, իմ ստեղ գտնվելը, այս դատավարական շոուներին որևէ կերպ ինչ որ մասնակցելը, փորձելը քո ներկայությամբ զսպել, ոչ մի բան դա չի տալու, որովհետև ոչ վնգստացող դատավորի հարցն ես կարողանալու առանձին լուծել, ոչ կարողանալու ես եկեղեցուն օգնել, եթե կա գլխավոր պարակտիչը, ատելություն սերմանողն ու այս պետությունը քայքայող Նիկոլին հեռացնելով։ Մենք թույլ տվեք նաև այս հարցից օգտվելով ասեմ, որ անվստահության գործընթացներ ենք հենց դրա համար նախաձեռնել, էլի դա ոչ իշխանություն ստանալու համար է, ոչ էլ մեր, չգիտեմ, այս պետությունը այն վիճակում չի, որ խոսես ինչ-որ լրացուցիչ շահագրգռվածության մասին։ Յուրաքանչյուր Հայաստանի քաղաքացու սուբյեկտիվ իրավունքն է եւ իրավունքներից ու շահերից է բխում ուղղակի Նիկոլի չլինելը, որովհետեւ պարզ բան եմ ասում, մենք հասել ենք այնտեղ, որ Նիկոլը պետք է չլինի, որ Հայաստանի քաղաքացու կյանքի իրավունքը ապահովված լինի։ Տիկին Մկրտչյան, շատերը մտավախություն են հայտնում, որ շուտով կարող է նաեւ վեհապարը կալանավորվի։ Ինչ է կարծում կգնան այդ քայլին մոտակա ժամանակում։ Ես մոտակա ժամանակների մասով գուշակություններ թույլ տվեք չանեմ, բայց ես ձեր եւ քաղաքացիների նաեւ մտահոգությունը կիսելու իհարկե այդպիսի բան լինելու է։ Նախապատրաստական աշխատանքները տեսնում է, այդ Նիկոլա Ստրուկ իրավապահ համակարգին ուժայինների ստուգումը, զգոնությունը, ով ինչքան հրաման կատարեց, ով ավելի մեծ ինտուզիազմով այդ հրամանը կատարեց, այդ հավելավճարները կավելացնի հենա պետական պարտքը աճում է, գիտեն որտեղից պետք է այդ փողերը տան, երևի արդեն թուրքական ու ադրբեջանական հենց արժույթով էլ կտան այդ փողերը ու իր համար այստեղ որևէ խնդիր չկա, ինքը որևէ կերպ չունի էմոցիոնալ կամ ինչ-որ զգացական պահ, ոնց կարամ ես տենց մտնեմ Էջմիածին, շատ հանգիստ, որտեղ ինքը հայ ժողովրդի էմոցիոնալ եւ ինքնության հետ կապված որևէ զգացական կապ չունի։ Այո, ինքը պետք է գնա նաեւ Էջմիածնում ցույց տալու, որ ինչ ինքնության մասին եք դուք խոսում, ինչ հայկականություն, ինչ հազարամյակների եկեղեցի։ Փաշազադեն չի ասել մսկիթները պետք է վերականգնենք, կարող մայր պատճառ ապտի մսկիթ սարքեն, կարող տենց է հանդիպման, վերջի հանդիպման ժամանակ Ալիևի հետ տենց են պայմանավորվել։ Փողոցային պայքարը երբ է լինելու, որովհետև Սերժ Սարգսյանը
նախագահը այդպես չէ ձևակերպել, խոսել էր նրա մասին, որ պայքարը անընդհատ է եւ մենք մշտապես հանրապետական ունի ծրագիր, ծրագրով է առաջնորդվում, բայց ես ձեզ հետ համամիտեմ, այդ փողոցային պայքարը պիտի լինի, որովհետեւ բազմիցս եմ ասել, առանց հակազդեցության սրանք չեն գնալու։ Սրանք ձևավորված բանդա են, իսկ բանդան միայն հակազդեցությամբ են կարողանում հեռացնել, որը պիտի բերի նաեւ ազգային ժողովում անվստահության գործընթացով ավարտվի։ Պատրաստվում ենք, ես հույս ունեմ, որ այն պայքարը, որ այս 7 տարիների ընթացքում հանրապետական կուսակցությունից տեսել է Հայաստանի քաղաքացին, շարունակական է լինելու։ Մենք նույն վճռականությամբ ու կամքով, չնայած այս բռնաճնշումներին, շարունակել ենք աշխատել։ Ես աշխատել եմ։